Աբելի ու Կայենի պատմությունը շատերիս է հայտնի, որ Աստված ընդունեց Աբելի զոհը, բայց Կայենինը չընդունեց։ Ինչ եք կարծում, Կայենը այդքան միամիտ էր, որ ինչ-որ վատ բան վերցներ և բերեր զոհաբերեր Աստծուն։ Ասեմ ձեզ, նա էլ էր ընտիրը բերել, բայց Աստված նրա սրտին էր նայում։ Նրա սրտում չարություն կար եղբոր հանդեպ, և վերջում իմացանք, թե ինչ եղավ։ Ուզում եմ ասել, որ երկնային կշեռքը մարդու սիրտն է կշռում, սրտի պարունակությունը, ոչ թե նրա զոհաբերած ոսկին ու արծաթը։ Տերը նայում է մեր սրտերին, մաքրենք մեր սրտերը։